Մի պատմություն հիշեցի, հետաքրքիր է իրան պատմում է Ամերիկայի նախկին նախագահ Ռոնալդ Ռեգանը, երբ որ իրան հարցնում են ինչ կարծիք ունեք ձեր բաների մասին, ՆԱՏՕ-ի մյուս երկրների գործակիցների կամ ալյանսի հետ մասնակիցների, ընկերների մասին այդպես ասած, ասում է ես մի հատ պատմություն կպատմեմ, դուք իմանաք իմ կարծիքը իրանց մասին ու պատմությունը էս է։ Ասում են երկու տղա ընկեր գնում են անտառում զբոսնելու, նստած են բացատում միտեղ տենց իրենց հաճույքին, այն որ կոշիկներն են հանել, մայկաներն են հանել, թեթև շոքա, բուտերբրոդներ են ուտում, մեկ էլ նկատում են, որ դիմացի սարից մի հատ մեծ արջ տեսել է իրանց եւ թափով իջնում այդ սարը, որ բարձրանա իրանց բացատը դեպի։ Տենց խառնում են իրար, են մեկը արագ-արագ իր այդ կրասովկաներն է, տենց հայերեն ասած բոթասներն արագ-արագ հագնում, այս մյուսը ասում է, այդտեղից արագ ես հագնում, ոնց որ քեզ թվում է հեսա պետք է արջից արագ վազես։ Ասում է, ինձ պետք չի արջից արագ վազեմ, ինձ պետք է ընդհանրապես քեզնից արագ վազեմ։ Նկատել եք ավետարաններում, որ փարիսեցիները, սադուկեցիները մի տեսակ այդ ընկերն են կարծես Հիսուսին, անդադ մրցելու իր հետ, անդադ սխալ բռնելու, անդադ նայեք Աստծո շարժ կար, չէ՞, Հովհաննես Մկրտիչը եկավ, մարդիկ գնում էին, ապաշխարում էին, չէ՞, մարգարե 400 տարի մարգարե չէին ունեցել, ու հիմա մարգարեն եկել է քարոզում ապաշխարի կարգայությունը մոտեցել է ու ժողովուրդը հավատում է իրան։ Բացի փարիսեցիներից։ Ինչի որտեղ ինչ որ մեկը մրցում է իրանց հեղինակության հետ։ Ինչ որ մեկը կարծես թե վտանգում է իրանց ծառայությունը։ Փոխանակ ուրախանան, որ Աստված շարժվում է, Աստված գործ է անում։ Աստծո օգին է շարժվում։ Հետո էլ Հիսուսը սկսեց գործել հրաշքներ, նշաններ, բժշկություններ, քարոզչություն ու էլի նորից մարդիկ ուրախ չեն, որ Աստված շարժվում է, որտեվ մրցում են, վտանգ են զգում իրանց հեղինակությունն են ասեմ անում կարծես, իրենք սադուկեցիները։ Ու ավետանի մեծ մասը տեսնում ենք այդ մրցակցության Հիսուսին անպայման սխալ հանելու, չէ, որպեսզի իրանք լավ երևան, իրանք իրանց հեղինակությունը պահեն։ Ես որ նայում եմ այսօրվա եկեղեցական աշխարհին, մանավանդ ռեմա հետ կապած մարդկանց որոշակի տենց կարծիքների եւ այլի քննադատությունների, չգիտեմ ինչի դրսևորումներին, ինձ հիշեցնում է այդ նույն իրականությունը։ Կարծես բան չի փոխվել, անունները փոխվել է, բայց իրականությունները չեն փոխվել։ Ու սա շատ խորթ է ավետանի հոգուն։ Եվ որ աշակերտները եկան Հիսուսին ասացին, Տեր, մեկին տեսանք, որ քո անունով դևեր են անում, բայց մեր հետ չի շրջում, ու արգելեցինք իրան, չէ՞, ոնց որ մենք պետք է երևանք մենակ, ոնց ինչ որ մի հատ խումբ է ուրիշ ձևավորվել։ Եվ Տեր ասեց, մի արգելեք։ Ով ձեր դեմ չի, ձեր կողմից է, ով մեր դեմ չի, մեր կողմից է։ Ու մի հատ հատված կա, որ 3 ավետարանները Մատթեոսը, Մարկոսը եւ Ղուկասը հատուկ շեշտում են այդ ամբողջ հատվածը, դեպքերի իրականություն, եւ ինքը մի հատ հանգուցային բան ունի, որ մեզ համար կարեւոր է հասկանալու։ Հիսուսին կարծես անկեղծ մի հատ հարց տվեցին, եւ հարցը սա էր, ասացին Տեր, վարդապետ, գիտենք, որ դու արդարությամբ, ճշմարտության ճանապարհը սովորեցնում ես եւ հոգը չի մարդկանց կարծիքը, այլ Աստծո առաջ ես ճիշտ, այ հիմա ասամ ես, կայսրին տուրք տանք, թե չտանք։ Մատթեոս 22-ում են կարդում, Մարկոս 12-ում, Ղուկաս 20-ում, այդ հատվածը բոլոր ավետարաններում կա։ Կարծես անմեղ հարց է, բայց գրված է Հիսուսը տեսնելով իրենց դիտավորությունը, իրենց կեղծիքը, որ իրան ուզում են կարծես պետության, չէ, կուսակալի, կայսրի դեմ թշնամի հանեն, ասեն, այս մարդը մեզ աննազանդություն է սովորեցնում իշխանությանը, չէ,
եւ մեղադրելու տեղ ունենային, որտեղ ուրիշ ձև չեն կարողանում մեղադրել։ Դրանից առաջ, դրանից հետո բոլոր աստվածաբանական հարցերը, Սուրբ գրքի հարցերը, բոլոր հարցերը Հիսուսի հետ քննարկում են, քննարկել որնա վիճում են, փորձում են Հիսուսին սխալ բռնացնել ու չեն կարողանում, վերջում փորձեցին իշխանության դեմ հանելու, այդպես ասած։ Ու կարևոր է, իդոք մեզ էլ որպես եկեղեցի հիշելու, որ մեր խնդիրը չի քաղաքական իշխանության կողմնակալությունը, որոշակի գունավորումը։ Որպես անհատ ունեցի քո քաղաքական կարծիքը, գտի քո համախոհներին եւ այլն, բայց եկեղեցին դա քաղաքական կառույց չի։ Եկեղեցին Աստծո ընտանիքն է ու Քրիստոսի մարմինը։ Ու այս իրենց այս թակարդից, իրենց խելքին տենց ասած, փորձած թակարդից առաջ Հիսուսը հարց կար, հարցը Հովհաննես Մկրտչի իշխանությունն էր։ Գալիս են Հիսուսին են հարցում, ասեն ինչ իշխանությունով ես անում, այս ամեն բաները, դեռ տաճարն է մաքրում, դեռ դևեր է քշում, գալիս են ինչ իշխանությունով ես անում։ Ես ասում եմ, որպեսզի ես ձեզ պատասխանեմ, ես ինչ իշխանություն ունեմ, որտեղ անել իշխանությունով, նշանք պետք է ունենալ, արտոնավորված լինել իշխանությունով, դուք ինձ մի հարցին պատասխանեք, Հովհաննեսի իշխանությունը որտեղից էր։ Եթե Հովհաննեսի իշխանությունը չեք կարող կողմնորոշվել, իմս առավել եւս, որտեղ Հովհաննեսինը շատ ավելի պարզ էր, ու եթե շատ ավելի պարզը չեք կարող, չեք ուզում իրականում ընդունել, շատ ավելի բարձր ձեզ անիմաստ է բացատրել։ Ու իրանք ինչ են մտածում են, որ ասենք երկնքից, կասեն, բա դուք ինչի չհավատացիք, ինչի չեք ակ մկրտվեիք, որտեղ չէին մկրտվում փարիսեցիները կամ սադուկեցիները։ Եթե ասեն մարդկանցից, մարդիկ ասեն, ոնց մարգարեա դու, ոնց ես իրան քարկոցեն մեզ, ասի չգիտենք։ Այսինքն իրանք լավ էլ գիտեին, որ կարող են հստակ որոշել Հովհաննեսի մկրտությունը որտեղից է։ Ու Հիսուսն էլ ասաց, ես էլ ձեզ չեմ ասում։ Ոչ թե որ դուք չեք կարող հասկանալ, այլ որ դուք չեք ուզում հասկանալ։ Գիտեք, որ տեղեր կա վիճաբանություն անիմաստ է։ Անիմաստ է, որտեղ ոչ թե մարդը չի կարող հասկանալ ճշմարտությունը, այլ մարդը ուղղակի չի ուզում ճշմարտությունը ընդունել։ Դա որ շատ անգամ պետք է ուղղակի անցնել առաջ, չվիճել։ Ու այդ հարցից հետո Հիսուսը երկու առակ է պատմում փարիսեցիներին, երկուսն էլ վերաբերում են իր ժառանգորդ լինելուն, որդի լինելուն։ Մի առակը դա թագավորի որդու հարսանիքի պատմությունն է, Մատթեոսում ենք կարդում, որ մի թագավոր իր որդուն հարսանիք արեց, ուղարկեց հրավիրվածներին գալու, հիշում եք պատմությունը։ Որդու հարսանիքի պատմությունն է։ Ու երբ որ Հիսուսը պատմում է այդ առակը, փարիսեցիները հասկանում են, չէ՞ ում մասին է պատմում։ Հենց նոր հարց են տվել, ով ես դու, ինչ իշխանությունով ես գործում, ինչ իշխանություն ունես, ով ես, դա է նշանակում։ Ու ինքը պատմություն է պատմում, որտեղ թագավորը որդու հարսանիքն է անում, ժառանգություն։ Ու գիտեք ինչն էր հարսանիքի խնդիրը։ Հարսանիքը ինչ է, որ տղամարդը ամուսնանում էր կնիկ ուներ հիմա։ Հարսանիքից հետո հայրը պարտավոր էր ժառանգություն տալ իր որդուն։ Կամ մայից հետո էր անցնում որդուն, հոր մայից հետո էր անցնում ժառանգությունը։ Կամ որդին երբ որ ամուսնանում էր, դառնում էր առանձին միավոր ընտանիք, այդ ժամանակ հայրը ժառանգություն պետք է տար։ Այսինքն հարսանիքի պատմությունը ժառանգության պատմությունն էր։ Ու մասին էր պատմում Հիսուսը։ Հենց նոր իրանք վիճում են ով է ինքը, ու Հիսուսը պատմում է այդ առակը թագավորի որդու։ Եվ երկրորդ առակն էլ, որ Հիսուսը պատմեց, հենց այդ քննարկումից հետո այգու եւ չար ծառաների պատմությունն է, որ մի մարդ այգի պատրաստեց եւ Հիսուսը վերցնում է Եսայի 5-ից այդ պատմությունը։ Կրկնում է Եսայի 5-ում գրված ինչ որ Աստված իր մասին ասում, Հիսուսը այդ պատմությունը պատմում է, վերապատմում է իր մասին, որտեղ պատմության վերջում չար ծառաները, երբ որ ուրիշ ուղարկված ծառաներին ծեծում են, ոմանց չէ, սպանում են անգամ, իր որդուն է ուղարկում միածին, միակ որդուն, եւ ասում է գուցե իրանից ամաչեն այս չար ծառաները։ Ու գրված է, որ երբ որ Հիսուսը վերջացնում է այդ առակ, իրանք ատելությամբ լցվեցին, որտեղ հասկացան, որ իրանց մասին է պատմում առակը։ Ու եթե իրանց մասին է, որ իրանք են չար ծառաները, ուրեմն ով է ժառանգը։
ով է որդին, Հիսուսը։ Հիսուսը այս առակներով ակնարկում է, որ ինքը Աստծո որդին է, Աստծո ժառանգն է, որից հետո հետաքրիր է այդ փորձությունից, որ փորձում են Հիսուսին այդ կայսրին տուրք տալ չտալու հարցով, սադուկեցիները գալիս են հարության հարցով։ Ինչու՞, որտեղ որդին մի նշան ունի, որ ինքը որդի է։ Տեսեք, Իսրայելի պատմության մեջ Մովսեսն էլ հրաշքներ արել, Եղիան էլ արել, Երեմիան էլ արել, չգիտեմ, Եղիսեն արել, շատերի մոտ հրաշքներ եղել են մարգարեների։ Դա դեռ որդիությունը չի։ Հիսուսին երբ որ հարցրին դու ինչ նշան կտաս, ինքը ասեց Հովնան մարգարեի նշանը, որ ինչպես Հովնանը 3 օր եւ 3 գիշեր կետի փորում էր, այդպես էլ մարդու որդին 3 օր 3 գիշեր երկրի սրտում կլինի, չէ, ու 7 օր հարություն կառնի։ Որդիության նշանը դա հարության նշանն էր, ոչ թե զուտ հրաշքներ ու նշանները։ Ու երբ որ մենք քրիստոնյաներս շեշտը Աստծո մեր կյանքում ներկայության դնում ենք ինչ-որ հրաշքներ ու նշաններ եւ ոչ թե որ ես Քրիստոսի մեջ հարություն եմ առել, ես նոր մարդ եմ, մենք վրիպում ենք մի կարևոր տեղում։ Մեր որդույթությունը մեր հարության մեջ է, այն նոր կյանքի, որի մեջ դու ապրում ես, որ քեզ Սուրբ Հոգին Քրիստոսի այրունով բերել է։ Կլինեն հրաշքներ փառք Աստծո, չեն լինի, էլի փառք Աստծո, որ դրանք չեն փոխում իմ ու քո որդույթությունը։ Ամեն։ Եվ որ Հիսուսին հարցրին, հիմա դառնանք կոնկրետ այդ խնդրին։ Հռոմեացիս 1:4-ում Պողոս առաքյալը հետևյալ հռչակումն է անում։ Ասում է, որ Հիսուսը մարմնի կողմից Դավթի սերունդից եկավ, բայց Սուրբ Հոգու կողմից հարությունով հաստատվեց, հայտնվեց կամ հաստատվեց որպես Աստծո որդի, մեռելներից հարություն առնելով, զորությունով։ Այսինքն Հիսուսի որդիությունը հաստատվեց իր հարությունով։ Պողոս սա է շեշտում Հռոմեացիս 1:4-ում։ Դավար այն որ Հիսուսը Աստծո որդին է, մենք մի վկայություն ունենք։ Այն չի որ ինքը կույսից ծնվեց, այն չի որ, չգիտեմ, հրեշտակ եկավ, հայտարարություն արեց, այլ այն որ ինքը մեռելներից հարություն առավ։ Փառքին է։ Ու բացեց, ինքը Անդրանիկն է, բացեց այդ մահվան արգանդը, որ ուրիշ որդիներն էլ դուրս գան ընդեղից մենք, ծնեց մեզ հավիտենական կյանքի համար։ Ու որ Հիսուսին հարցրին, այդ արժանը կայսրին տուրք տալ թե չտալ, Հիսուս ասեց ինչ եք ինձ փորձում, նա տուրքի դայեկան տվեք։ Տվեցին իրան տուրքի դայեկանը, Հիսուս ասեց ում պատկերն ու գիրն է այստեղ, ասեն կայսրինը։ Պատկեր եւ գիրը, եթե փնտրեք Google-ում կտեսնեք այն ժամանակվա դայեկանը, որը տուրք էին վճարում, այդ մետաղադրամը, մի կողմում Տիբերիոս կայսրի պրոֆիլներ քանդակված եւ վերևում գրված էր իր շուրջը Տիբերիոս կայսր Աստվածային Օգոստոսի որդի։ Կայսրը Աստվածայինն էր, Աստվածություն ուներ։ Ու այդ պատկերը կայսրի խոսում էր, նկարագրված էր գրով, հունարենում այդ այկոն պատկեր եւ էպիգրաֆ է գիր, որից իկոն բառն է եկել ռուսերենում, նաեւ իկոններ, իկոնա, չէ՞, սրբապատկերները, նույն բառն է, պատկերն է։ Եվ էպիգրաֆն դա գրվածքը, որը հեղինակային է, օրինակ, եթե ամփոփված ինչ-որ գրվածքեր, դա բիբլոսներ, գիրքեր, բայց եթե հեղինակային ձեռագիր էր ինչ-որ կամ փորագրություն էր, որը դեռ վերջացած չէր, այդպես ասած, ինքը գրվածք էր։ Օրինակ, այս էպիգրաֆ բառը միայն օգտագործվել է նաև Հիսուսի խաչելության ժամանակ, երբ որ իր խաչի վրա գրեցին, ու այդպես ասում ավետարանիչը գրվածք կար, էպիգրաֆ կար։ Ճիշտ ոնց որ այդ կայսրի դրամի վրա էր, դա հեղինակություն էր, իշխանություն էր,
թե դրամի վրա ինչ է գրված, դա փաստ է կարծես, հա, կայսրի համար։ Ու իզուր չի Հիսուս այդ հարցը տալիս։ Գիրը մյուս կողմին, մի կողմին պատկերն էր, եւ մյուս կողմին մյուս գիրը գրված էր մի ինչ որ կերպար էր անձնավորության քանդակված եւ գրված էր Pontifex Maximus, որ նշանակում էր մեծն քահանա։ Այսինքն կայսրը թե աստվածային էր եւ ինքը կայսր էր, քաղաքական իշխանություն էր ներկայացնում, թագավոր էր, կարճ ասած, բայց նաև ինքը ամենամեծ քահանան էր հռոմեական։ Սատանան ինչ լավ կեղծել գիտի, չէ՞, կրկնօրինակել։ Ով ունի այդ երկու տիտղոսները, տերի տեր, թագավորների թագավոր եւ մեծ քահանայապետ։ Դա Հիսուսի կոչումն է, չէ՞։ Ով է Հիսուսը, դա է, չէ՞։ Ու Հիսուսը իզուր չի ասում, կարող ուրիշ ձև ապացուցեր, չէ՞։ Ասել օրենքում ինչ է գրված, ոնց է կարդում, չէ՞, օրենքից մեջբերում բերեր կամ չէ։ Հիսուսը դիտավորյալ պատկերի եւ գրի մասին է խոսում, որը դայեկանի վրա կայսրի պատկերն է, որը պնդում է, որ ինքը աստվածային է, թեև ինքը աստվածային չի, եւ գիրը, որ պնդում է, որ ինքը մեծ քահանայապետ է, բայց իրականում ինքը քահանայապետ չի, որտեղ չկա այդ իրականությունը տեցած հոգևոր։ Ու խոսում է մեկը, Հիսուսը, որ Աստծո իրական պատկերն է, ոչ թե կայսրը, եւ Աստծո մեծ քահանապետն է, որ հեսա պետք է զոհանի իր անձը, եւ ոչ թե ինչ-որ կենդանու։ Կողոսացիս 1:15-ում Պողոս առաքյալը ասում է, որ Հիսուսը աներևույթ Աստծո պատկերն է, ու օգտագործում է այդ նույն բառը, այկոն բառը, դրսևորումը, հա։ Այս հատվածը շատ անգամ երբ որ քարոզում են կամ մեկնում են, որ դա մարդու մասին էր։ Մարդն էր կրում Աստծո պատկերը, Աստծո նմանությունը։ Այսինքն նկատի ուներ Հիսուսը, որ փողը տվեք, այդ դրամը տվեք կայսրին, իր պատկեր ունի, բայց մարդուն տվեք Աստծուն։ Մարդու մասին չէր, մարդը վաղուց էր կորցրել Աստծո պատկերն ու նկարագիրը։ Մարդը ավելի շատ սավանայի պատկեր ուներ, սկսած Կայենի սպանությունից։ Ու Հիսուս ասեց, որ ամբողջ արդար արյունը, Աբելի արյունից պիտի մինչև Զաքարիայի արյունը պահանջվի։ Ինչի, որտեղ մարդը չունի, կորցրել է այդ Աստծո պատկերը, Աստծո նմանությունը։ Բայց ինքը որդին հիմա իրական պատկերն է Աստծո։ Ու իրանք կարող են տեսնել, դա համար այդ երկու առակները, որ պատմում է որդիների մասին, ժառանգորդի մասին, ու իրանք լավ կարող են տեսնել, որ ինքը ժառանգորդն է եւ ինքը իրական քահանայապետն է Աստծուց կանչված, որ պետք է հեսա զոհանի։ Երբ որ չանցավ դա, այսինքն չուզեցին մարդիկ տեսնել դա։ Գիտեք, որ իրականում մարդիկ ոչ թե չեն կարողանում հավատալ ավետարան, իրականում չեն ուզում հավատալ։ Ընդհանրապես չեն ուզում։ Կույր են ձևանում տենց ասած։ Անհասկանալի է, ես այդքան չեմ խորանում, դու երևի խորացել ես, այդ ինչ որ ոմանց համար է, ինձ ընդհանրապես մարդը չի ուզում ու վերջ։ Ու այդ չուզենալու վերջը, ավարտը, եղավ այն, որ Հիսուսին դատապարտեցին մահվան։ Հռոմեացիների ձեռքով, որտեղ իրենք հրեաների իրավունք չունեին մահապատժի, մատնեցին, բերեցին կուսակալին, բերեցին Պիղատոսին, ասին, այս մարդը պետք է մեռնի, բայց դե դուք չեք թողում, որ մենք մեր դատաստանը անենք, դե դուք սպանեք։ Ու Պիղատոսը ինչ հանցանք արել, որ պետք է սպանեմ իրան։ Դե ասեց, որ ինքը Աստծո որդի է, հրեաների թագավորն է։ Ու Պիղատոսը ավելի լուրջ բան էր երևի ակնկալում, որտեղ իրենք ձերբակալել էին Բարաբային եւ պատրաստում էին իրան մահապատժի ենթարկել, որը թե հռոմեական օրենքով հանցագործ էր, թե Աստծո օրենքով հանցագործ էր։ Ու երբ որ Հիսուսի համար ինչ-որ հատուկ բան չդրեցին, մեղադրանք, եթե կարդում ենք Հովանու ավետարանը, տեսնում ենք, որ Պիղատոսը անընդհատ ուզում է արձակի Հիսուսին, որտեղ չի դուրս է գալիս, ես մահվան հանցանք չեմ գտնում այս մարդու վրա։ Հո չէ, ինքը պետք է մեռնի, որտեղ ինքը ասեց Աստծո որդին է։ Պիղատոսը վախենում է, հետա գնում ասում, դու ով ես, որտեղից ես, չես սկսում ավելին հարցնել։ Ու վերջում
երկուսին Բարաբային եւ Հիսուսին հանում է եւ ասում է այս երկու Հիսուսներից, որտեղ Բարաբայի իսկական անունը Հիսուս էր, Հեսուն է դա։ Որին եք ուզում արձակեմ, որին մահապատժի տանք։ Նա որ Քրիստոս է կոչվում, թե նա որ Բարաբայ է կոչվում։ Նրանք ասին Բարաբային։ Մենք խոսել ենք այս մասին, որ սա քավության օրվան երկու նոխազների խորհրդապատկերն էր։ Երբ որ քավության օր պետք է արվեր Իսրայելում, քահանապետը երկու նոխազ էր բերում, վիճակ էին գցում եւ ում վրա վիճակ ընկավ արձակում էին, անապատում մյուսին մորթում էին։ Ու այդ ճիշտ վիճակ գցեցին Հիսուսի եւ Բարաբայի մեջ, չէ՞։ Պիղատոսը ոնց որ վիճակ գծեց, ում եք ուզում, դուք որոշեք, հա, դուք ընտրեք։ Ու ժողովրդապետները գրգռեցին գրվածա ժողովրդին, որ ասեն Բարաբային արձակի, այդ Հիսուսին խաչի։ Ինչ կատարվեց իրականում։ Երկու բան կատարվեց։ Նախ Հիսուսի մահով մեռավ օրենքը, որտեղ Հիսուսը հեղինակն էր այդ օրենքի, Հիսուսը հիմնադիրն էր այն ուխտի, որը կնքվել էր Աբրահամի եւ Աստծո միջև, այդ ուխտի մասին մենք խոսել ենք, որ այդ գիշեր կրակով Հիսուսն է անցնում, Աստծո որդին է անցնում, եւ ուխտա կնքում Աբրահամի եւ Աստծո միջև։ Աբրահամի կողմից որպես Աբրահամի սերունդ։ Ու երբ որ իրան սպանեցին, այդ ուխտը քանդվեց։ Իսկ օրենքը դա ուխտի պայման էր, կանոններն էր։ Ուխտը պատկերացեք փոխհամաձայնություն, երկու կողմեր համաձայնվում են, ինչ որ գործարք են կնքում, չէ՞, ինչ որ պայմանագիր են կնքում, որտեղ հստակ նկարագրվում է երկու կողմերի անելիքները, պարտավորությունները, եւ երբ ինչպես կարող է քանդվել, չէ՞, այդ պայմանագիրը։ Եթե դուք գործ եք ունեցել որևէ պայմանագիր, գործ ունեցել եք, որովհետեւ ցանկացած դուք դիմում եք, ասենք, չգիտեմ, նոր համար եք ուզում վերցնեք հեռախոսի եւ այլ, դուք ձեզ պայմանագիր են տալիս, բանկ եք գնում հաշիվ եք բացում, ձեզ պայմանագիր են տալիս, որտեղ հստակ գրված է պայմանները։ Օրենքը այդ պայմաններն էր ուխտի, ու երբ որ հեղինակը մահացավ, պայմանագիրը քանդվեց։ Դա համար այլևս այդ օրենքը իզորու չի, Աստծո կողմից քանդվել է, որտեղ հեղինակ օրենքի, միջնորդ օրենքի, ում կողմից էր այդ օրենքը որպես պայման տրվել իրա ու մարդու ուխտի համար, մարդիկ սպանեցին։ Երկրորդ բանը, որ կատարվեց մինչև խաչը, երբ որ իրանք ուրացան Հիսուսին։ Նայեք, երբ որ իրանք ասեցին մեզ արձակի Բարաբային եւ սպանիր Հիսուսին, չէ՞ որ օրենքը ասում էր, որ ամեն աննազանդություն, ամեն մեղք պետք է պատժվի, արդար հատուցում պետք է գտնի։ Ու երբ որ իրենք որոշեցին, որ Բարաբան, որը իրական հանցագործ է, պետք է ազատ արձակվի, եւ Հիսուսը որևէ հանցանք չի գործել, պիտի մեռնի, ու իրանք հետեւյալ պնդումը ասեցին. մեր օրենքի համեմատ, մեր օրենքի համաձայն։ Այդ որ օրենքներ արդարացնում մարդասպանին ու հանցագործին։ Ոչ մի։ Իրանք իրականում քանդեցին այդ օրենքը։ Իրանք այդ օրենքը հռչակեցին անվավեր, որտեղ չորոշեցին, չպնդեցին օրենքի արդարությունը։ Թե մարդկանց կողմից, թե Աստծո կողմից այդ ուխտը քանդվեց։ Այդ օրենքը մեռավ։ Դրա համար Պողոս առաքյալ նույն կողոսացիների նամակում ասում է խաչի վրա այդ օրենքը Իվան քանդվեց, իր մահով վերջացավ։ Ու մենք ուրիշ օրենք ստացանք։ Նոր ուխտի օրենքը, նոր ուխտը ստացանք հնի փոխարեն։ Սա անքանդելի է, որտեղ պայմանը օրենքը պահելը չի, եթե առաջ պիտի օրենքը պահեիր, որ ուխտի մեջ լինեիր, հիմա օրենքը մեր մեջ երկու ձևով է։ Մեկ թլփատությունով, ինչպես հին կտականում թլփատություն կար, բայց հիմա թլփատությունը ինչպես է, սրտինը հոգիով։ Ու եթե քո սիրտը թլփատված է, այդպես ասած, Սուրբ Հոգիով, դու այդ ուխտի մաս ես։ Նույն Հռոմեացիներում Պողոս ասում է, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, իրենը չի։ Չի ասում, որ պահում է կանոնները, որ ամեն կիրակի գալիս է եկեղեցի, 10-րդ է տալիս, էս անում են, անում էտա, ով Քրիստոսի հոգին չունի, իրենը չի։ Ու ում սիրտը չի թլփատվել այդ հոգիով։ Այնքան կարևոր է, որտեղ մենք շատ անգամ մոռանում ենք, որ մեր ու Աստծո հարաբերությունը ուխտի հենված չի մեր
performance-ի վրա, մեր կատարողականության վրա։ Հենված է խաչի վրա մեռնող Հիսուսի կատարողականության վրա։ Ես ու դու ձախողվելու ենք, վրիպելու ենք, սխալվելու ենք, կարճաժամկետ, երկարաժամկետ, բայց դա բան չի փոխելու իմ ու քո ուխտի մեջ Աստծո հետ։ Ուխտը մնում է անքանդելի, որտեղ հենված չի մեր կատարողականության վրա, այլ իրեն վստահելու վրա։ Քանի դեռ հավատում ես իրեն, քանի դեռ վստահում ես իրեն, այդ ուխտի մեջ ես։ Կապ չունի ինչ վիճակում ես, եթե շարունակում ես հավատալ ու վստահել։ Հավիտենական ուխտը, որտեղ հեղինակը միշտ ողջ է, իրան հնարավոր չի սպանել։ Բարեխոսականը, եթե առաջի ուխտում բարեխոս չկար, իրականում, եւ երկնքում Աստծո առաջ չարախոսն էր կանգնում, Հոբի գրքում հիշում եք, կարդում ենք, որ Սատանան գնաց Աստծո որդիների մեջ եւ չարախոսեց Հոբի համար։ Հայտնության գրքում կարդում ենք ուրախացեք երկինք, որտեղ ընկավ, չէ՞, եղբայրների դեմ չարախոսողը գիշեր ու ցերեկ եւ իր տեղ բարեխոսն է գնացել Հիսուս Քրիստոսը։ Հիմա մենք միայն բարեխոս ունենք քո բոլոր իրավիճակների մեջ։ Քո բոլոր անկումների, հպարտությունների, սխալների, մեղքերի, ծուռ, մրտիկ, չգիտեմ, ինչը ապրում ես էական չի, այնտեղ մենակ բարեխոսություն կա հոր առաջ։ Ու հայրը քեզ չի նայում։ Նայում է իր որդու բարեխոսությանը։ Իսկ նա միշտ կենթանի է բարեխոսելու նրանց համար, ովքեր իրենով մոտենում են Աստծուն։ Ինչ հրաշալի ուխտում ես դու։ Ինչի մասն ես մտածում, ինչ դարդում ես, ժողովուրդ։ Ամեն ինչը տապահովել է։ Այս կարիքը 5 կտականում Սամուել մարգարեն այսպես է ասում, առաջ Թագորած 2:25-ում կարդում ենք, երբ որ Սամուելը իր որդիներին փորձում է խրատի, ասում է, եթե մեկը մեղանչի մարդու դեմ, Աստված կմիջնորդի նրա համար, բայց եթե մեկը մեղանչի Տիրոջ դեմ, ով կարող է իր համար միջնորդել։ Հա, հիմա մենք գիտենք, ով կարող է մեր համար միջնորդել։ Կա մեկը, որ մեր համար միջնորդում է։ Ինչ լավ, որ մենք այդ ուխտի մասնակիցն ենք։ Եվ վերջինը, այդ ուխտը երկնայինը։ Սա ամենակարևոր պահն է, երևի պետք է հասկանալ։ Երկնայինը, որտեղ խոստումները հավիտենական կյանքն է, որդիությունն է, եւ դրա պատճառով Եփեսացիներին նամակում Պողոսը նշում, որ մենք երկնավորների մեջ նստեցված ենք Հիսուս Քրիստոսով, ու օրհնված ենք ամեն երկնավոր օրհնություններով, բոլոր երկնային օրհնություններով Քրիստոսում։ Բայց երբ մենք խոսում ենք երկնային, մի հատ մեծ սխալ ունեն քրիստոնյաները։ Մեզ սովորեցրել են փոքրուց, մենք ամեն ինչը մտածում ենք տարածաչափականորեն։ Որտեղ մեկ-մեկ հարցում են, դժոխքը որտեղ է հիմա, այնտեղ է, որտեղ է։ Մենք շարունակում ենք մտածել տարածության մեջ։ Բայց հոգևոր երկնային իրականությունը տարածության մեջ չի։ Այսինքն մենք տարածության մեջ կարող ենք ասենք, չգիտեմ, Մոսկվան որտեղ է, Լոնդոնը որտեղ է, չգիտեմ, Անդրոմեդան որտեղ է, այն մյուս մենք տարածականորեն ենք մտածում։ Երբ որ խոսում ենք երկնքի մասին, մենք երկինքը այդտենց դնում ենք հեռու ինչ-որ միտեղ։ Մեր իմացած այդպես տիեզերական, տարածաչափական իրականությունից ինչ-որ մի հատ հեռու։ Երկինքը շատերի համար դա հեռու մի տեղ է, որ մահից հետո մարդիկ կգնան, կամ որտեղից մի օր Հիսուսը կգա։ Երկար կգա այդ երկնքից։ Իրականում նոր կտականի հայտնությունը երկնքի մասին այն չի, որ ինքը տարածաչափական միավոր է, ինչ-որ տեղ կա։ Ինքը ավելի շատ կարգավիճակ է, չափողականություն է։ Ես ասում եմ երկնքի արքայությունը որտեղ է։ Ձեր մեջ է հիմա։ Ինքը այնտեղ չի, չպետք է գա ասում տեսանելի բաներով, չպետք է ասեն այստեղ է, այնտեղ է։ Ինքը ձեր մեջ է։ Ինքը այստեղ է, որտեղ երկնքի իրականությունը դա որակի իրականություն է, քան թե տարածության իրականությունը։ Ու երբ որ մենք կարդում ենք Հիսուսի գալստի մասին, այդ գալուստ բառը, որը հունարենում պարուսիա բառն է, պարուսիա, որից հավանաբար ռուսներեն պարուս բառն առաջացել, որտեղ նավերով ժամանում էին, պարուսնիկներով, տենց սառագաստան նավերով էին ժամանում, այդ լեքսիկոնն է մտել
Հիսուսի գալուստը մենք տենց ակնկալում ենք, որ մի տեղից պետքա գա։ Իրականում այդ պարուսիա բառը ոչ թե նշանակում է ժամանել, այլ նշանակում է հայտնվել։ Դա համար շատ թարգմանություններ ավելի ճիշտ են թարգմանում, երբ որ ասում են Տեր Հիսուսի հայտնվելու եւ մեր իր հետ հավաքվելու մասին, ոչ թե գալուստի մասին, հայտնվելու մասին։ Ակնարկը սա է, որ Տերը ոչ մի տեղ էլ չի գնացել այդ իմաստով, հեռու ինչ-որ միտեղ երկնքում, ինչ-որ մի հատ տաճար կա, չգիտենք որտեղ, հեռու անհասանելի մեզ համար անտեսանելի։ Եվ տաճարում աթոռ կա, այդ աթոռին Հիսուսը նստել է, ունդեղից Յարաբ մի օր երբ պիտի գա։ Վերջի խոսքերը Հիսուսի Մատթեոսում հատուկ նշում է, ահա ձեր հետ եմ։ Ու դա ֆիգուրատիվ խոսք չէ, չէ՞, տենց Տեր իմ հետ է, բայց ինքը այնտեղ հեռու է։ Չէ, հենց մեր հետ է, որովհետև երկինքը այստեղ է, հիմա է, մեր մեջ է։ Եվ որ Սուրբ Հոգին եկավ Պենտեկոստեին, երկինքը եկավ, ոչ թե տարածաչափական երկինքը, որակի երկինքը, երկինքը որպես որակ, որպես կարգավիճակ, որպես իրականություն։ Պետրոս Առաքյանը այս ակնարկն է անում, երբ որ իր երկրորդ նամակի 2 Պետրոս 1:16-ում հետևյալ խոսքերն ասում։ Ասում է, որտեղ մենք չհետևեցինք խորամանկ առասպելների, երբ ձեզ հայտնի դարձինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու հայտնությունը, այլ մենք որտեղ ականատես եղանք նրա մեծությանը։ Որտեղ է Պետրոսը ականատես եղալ Հիսուսի հայտնությանը, այլակերպության սարին։ Այդ նկարագիրը ասում է, որ մենք այդ ձայնը լսեցինք, տեսանք իրան։ Ինչ եղավ, Հիսուսը չգնաց ու եկավ, չէ՞, իրանք նայում էին, մեկ էլ Հիսուսը փոխվեց, մեկ էլ հայտնվեց ով է ինքը։ Ճիշտ ոնց որ ինքը գիտեին, այս մեր Նազարեթի վարդապետն է, լավ տղա է, սիրում ենք իրան, մեր Տերն է։ Մեկ էլ վաու, ինքը հայտնվեց ով է ինքը։ Հայտնվեց, որ ինքը որդին Աստծո։ Դա հայտնություն էր, դա ժամանում չէր։ Ու այդ նույն բառն է օգտագործված, պարուսիա բառը, Հիսուսի հայտնվելը։ Սա նշանակում է, որ Հիսուսի երկրորդ գալուստը դա երկրորդ հայտնությունն է, ոչ թե գալուստը։ Ոնց ոչ թե պետք է գամ, եկել տենց որ հերվից տեսնեն, հիմա մեկ էլ ասում են, օ, գիտնականները NASA-ի, չգիտեմ, քաղաք են տեսել այնտեղ, խաչ են տեսել, ինչ որ մի հատ լույս է գալիս, օ, դա Հիսուսն է գալիս։ Հիսուս տեղ է։ Մեր մեջ է։ Ու Հիսուսը այսպես ասում, որ ինչպես կայծակն է երևում, այդպես պիտի լինի որդի մարդու հայտնությունը։ Ոնց է կայծակը, մութ երկում եկել լույս, չէ՞։ Այդպես պիտի հայտնվի ինքը ակնթարթի մեջ։ Դա չի լինելու երկար սպասված, օհո, Տերը հեսա գալիս, հենա լույս է գալիս, լույս են տեսել եւ այլն։ Հիսուսը հենց այդպես էլ ասում է, որ իր գալը անսպասելի է լինելու, գիշերվա գողի նման, ակնթարթի մեջ։ Ողջ նկարագիրը դա է, բայց մեզ սովորեցրել են, որ գալիս է ինքը, արդեն ճամփա է անկել ասում են։ Հիշում եք տենց, ոտնահետքերի ձայնը լսվում է, Տերը գալիս է, ինչ-որ տեղ հասել է արդեն, հեսա կհասնի։ Տերը էստեղ է, ոչ միտեղ չի էլ գնացել, երկինքը էստեղ է։ Մեր շուրջն է, ու մենք երկնքի մեջ ենք, որտեղ իր հոգին է էստեղ։ Հավիտենական կյանքն է էստեղ։ Այդ ակնարկը նաև Գեդեոնի համար կա, երբ որ Գեդեոնի վրա իջնում է Տիրոջ հոգին, գիտեք ինչ է գրված, ու Տիրոջ հոգին գրկեց կամ հագցրեց Գեդեոնին։ Ոչ թե ուղղակի իջավ իր վրա, այլ որ պարուրեց իրան, ասես վերցրեց իր մեջ։ Ու այդ նույն խոսքը, նույն միտքը գրված է Պենտեկոստեին, երբ որ հոգին եկավ, լցնելով ու պարուրելով մեզ բոլորիս։ Տերը չի գնացել։ Ուղղակի անտեսանելի է հիմա։ Ու երբ որ Հիսուսը հարություն առավ, դա էր սովորեցնում իր աշակերտներին, որ ինքը անհայտանում ու հայտնվում էր իրանց մեջ, հիշում եք։ Ինքը երբ որ Էմաուսի գնաց, Էմաուսու տանը իրանց հետ հացը կտրեց, իրան ճանաչեցին, գրված անհայտացավ իրանց աչքերից։ Հեսը պատրաստում էր իրանց, որ ինքը իրանց հետ է, բայց անտեսանելի է։ Ես ու դու, եթե ապրում ենք մի Հիսուսի հետ, որը դեռ չգիտեմ որտեղ, որ երկնքի քյոշեքում կներեք, այդպես բազմած է, ու մեր հետ կապ չունի, դու սխալ Հիսուս ես հավատում։
ինքը իմ ու քո հետ է ամեն օր մեր հետ է հիմա այստեղ է քո աշխատանքի տեղում քո հետ է քո կենցաղում քո հետ է ամեն տեղ ու դու իր հետ ես ու կարող ես լինել ու ինքը ուղղակի մի օր կհայտնվի կդառնա տեսանելի ինչ որ անտեսանելի է նա որ անտեսանելի է կդառնա տեսանելի այս իմաստով մի կարևոր բան էլ ասեմ ու ամփոփենք որպեսզի մենք հիշենք որ ինքը մեր մեջ է եւ ոչ թե ինքը չգիտեմ որտեղ է վերջին ընթրիքին ինքը վերցրեց հացը ասեց սա իմ մարմինն է ամեն անգամ ես չէ ու ինչ է դա ասում ասում եմ ես ձեր հետ եմ միշտ ձեր մեջ եմ մարմին ասվածը 3 նշանակություն ունի կարելի ասել Հիսուսի մարմնի մասով կա Հիսուսի պատմական մարմինը այն մարմինը որ Սուրբ Հոգին հղիացրեց Մարիամի մեջ ծնվեց այդ մարմինը մանուկ մեծացավ չէ խաչվեց 33 տարեկանում հարություն առավ չէ այդ մարմինը Հիսուսի ֆիզիկական պատմական մարմինն է ռեալ մարմինն է որով Հիսուսը հիմա էլ ունի այդ մարմինը հարություն առած մարմնով է ինքը անտեսանելի է ինքը բայց այդ մարմինը կա ռեալ է ինքը մեր հետ է մեր մեջ է այդ նույն մարմնով կա երկրորդ տեսակը մարմնի դա մարմինը որը ներկայացվում է կամ ներկայացուցչական մարմինը դա հաց ու գինին հաղորդությանը մարմինը եւ այրունը հա որ մենք հաղորդություն ենք անում եւ դա տիրոջ մարմինն է չէ եւ որ մենք տալիս ենք ասում ենք սա տիրոջ մարմինն է որ կտրվել է քո համար սա տիրոջ այրունն է որ թափվել է քո համար նորուխտի համար չէ քո մեղքի թողության համար չէ մենք ինչ ենք անում մենք հաստատում ենք Հիսուսի ներկայությունը իր մարմնով բայց այդ մարմինը ներկայացնում է իրան իր մարմինը այլ է պատմական դեպս ֆիզիկական սա ներկայացնող մարմինն է հետաքրքիր է որ կա երրորդը եկեղեցին հավաքական մարմինը մենք տիրոջ մարմինն ենք պատմական մարմինը իմաստ տվեց ներկայացնող մարմնին այսինքն կար Հիսուսի ֆիզիկական մարմինը դրա համար հաց ու գինին իմաստ ունի պատկերացնում եք Եթե չլներ այդ ֆիզիկական մարմինը, մենք հաց ու գինի չէինք ունենա այսօր հաղորդության համար։ Հիմի ոմանց համար կամպոտա չգիտեմ, բայց գինին է հաղորդյանը։ Կա ֆիզիկականը, դրա համար կա ներկայացուցչականը։ Բայց ներկայացուցչականն էլ հաց ու գինին իմաստ է տալիս մյուս հավաքական մարմին, եկեղեցուն։ Նայեք ինչ ասում Պողոս առաջ Կորինթացիներին 10:17-ն։ Քանի որ մի հաց կա ու մենք շատերս մի մարմին ենք, որովհետև բոլորս այդ հացից ենք մասնակցում։ Մենք եկեղեցի ենք, ոչ թե որտեղ հատուկ դավանաբանություն ունենք, հատուկ մկրտություն ունենք, մենք եկեղեցի ենք, որտեղ այդ հացին ենք մասնակցում, ֆիզիկական հացին, ներկայացուցչական հացին։ Դու հաղորդությանը մասնակցում ես, դրա համար ես եկեղեցի։ Դու եկեղեցի չես, որտեղ ինչ-որ կարգ ես անցել, անդամակցության ինչ-որ ստորագրություններ ես տվել։ Դու եկեղեցի ես, երբ որ դու այդ հացին հաղորդ ես, մասնակից ես։ Բոլոր նրանք, ովքեր մասնակից են այդ հացին, Տիրոջ մարմինն են։ Հալելույա։ Լավ չի դա ժողովուրդ։ Ու կապ չունի դու կաթոլիկ ես, ուղղափառ ես, բողոքական ես, տկար ես, ուժեղ ես, եթե դու այդ հացին մասնակից ես, հաղորդ ես, դու իր եկեղեցին ես, դու իր եկեղեցուց ես։ Ուղղափառները դա կոչում են Եվխարիստիա, հաղորդությունը, որը նշանակում է շնորհակալություն, որտեղ գոհությամբ են մոտենում։ Պողոսը կոչում է Տիրոջ սեղան, ասում է չէ կարող ուտել Տիրոջ սեղանից եւ դևերի սեղանից։ Կորինթացիներին Պողոսը ասում է նաեւ որ դա Տիրոջ ընթրիքն է, որ ասում է ոնց դուք անում եք դա Տիրոջ ընթրիքը ուտելը չի։ Բայց ինձ դուր է գալիս նաեւ կաթոլիկների արտահայտությունը։ Կաթոլիկները հաղորդությանը կոչում են մեսսա կամ այլ լեզվով մաս։ Եվ սա գալիս է միսիա բառից։
որովհետև եթե դու հաղորդ ես, դու միսիայի մեջ ես։ Եթե դու հաղորդվում ես այդ հացին, ինչպես Հայր ուղարկեց ինձ, ես ուղարկում եմ ձեզ։ Եթե դու հաղորդ ես այդ հացին, դու ուղարկված ես այս աշխարհ։ Այդ գաղափարը կաթոլիկների ավելի ճիշտ է հնչում հաղորդությանը, որ դու մասնակցում ես, որտեղ դու ուղարկված ես։ Դու դուրս ես գալիս այդ շենքից, այդ եկեղեցական արարողությունից, ու դու շարունակում ես լինել այդ առաքելության մեջ Հիսուսի ներկայությունը, Հիսուսի մարմինը տանելու մեջ։ Վտանգը միշտ տեղեր է, որ եկեղեցին հացին ու գավաթին ավելի շատ արժեք է տվել, Հիսուսի մարմնին ֆիզիկական ավելի մեծ ուշադրություն է տվել, քան հավաքական մարմնին, քան եկեղեցուն։ Եվ որ մենք հավաքվում ենք իրար հետ, նույնիսկ եթե հաց ու գինին չենք ուտում իրար հետ, մենք այդ մարմինն ենք, իր կարևոր մասն ենք, որ անտեսանելին, Հիսուսի ֆիզիկական մարմինը, դարձնում է տեսանելի իմ ու քո միջոցով։ Հիմա Հիսուսը աշխարհում իմ ու քո միջոցով է հայտնվում։ Քո հարևանին, քո ընկերոջը, քո ծառայակցին, Հիսուսը հայտնվում է քո միջոցով։ Դու իր միսիան ես, դու հաղորդ ես իր մարմինին, դու հայտնում ես իր մարմինը։ Ինչ մեծ արտոնություն է դա, չէ՞։ Ինչ մեծ օրհնություն է դա լինել Հիսուսի հայտնությունը։ Եվ որ Հիսուսը ասեց, ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Չէ՞, ոնց որ ինքը մարմնապես հայտնում էր հորը։ Պողոս ասում էր, հետևեք ինձ, ինչպես ես Տիրոջը, նմանվեք ինձ, ինչպես ես Հիսուսին։ Ով տեսավ ինձ, Տիրոջը տեսավ։ Կարող ես այդպես ասես։ Թող քեզ ու ինձ տեսնողները Տիրոջը տեսնեն։ Միակ Աստծո պատկերին լիարժեք։ Մենք էլ իր պատկերն ենք։ Պատկերը արտացոլումն է, չէ՞, ինչ որ ներկայացումն է։ Մենք էլ այդ ներկայացումն ենք։ Մենք լիարժեք չենք։ Մենք մարդ ենք։ Ինչ որ տկարություններ ունենք, խնդիրներ ունենք, պակասներ ունենք բնավորության մեջ։ Այո, աճում ենք, այո, Տերը մեզ զորացնում է, իր շնորհքով մեզ փոխում է, բայց մեկ մենք մնում ենք իր պատկերը։ Հայտնում ենք իրան։ Եկեք կանգնենք իր առաջ։ Մենք զուտ իր ծառաները չենք, իր վկաները չենք, իր չգիտեմ ավետանիչները չենք, մենք իր պատկերն ենք, մենք իր մեսսան ենք, մենք իր հայտնողներն ենք այս աշխարհում։ Դրանից պակաս քեզ չնայես, Աստված ընտրել է քեզ, որ քո միջոցով հայտնի իր որդուն։ Ու Պողոսը նույն միտքն ասում Գաղատացիներում, ասում է, երբ որ Աստված որոշեց, որ իմ միջոցով հայտնի իր որդուն։ Աստված քեզ որոշել է, որ դու հայտնես իր որդուն։ Ամեն մեկս ինչ-որ մի մասն ենք այդ հայտնության, բայց մենք իր հայտնությունն ենք։ Ուրիշ իմաստ ու նպատակ ես կյանքի մեջ, քան հայտնել նրան, ով մեռավ ու հարություն առավ մեր համար, ով հավիտենական ուխտ է կնքել մեր հետ, որ չի քանդվելու, չի անցնելու, չի մաշվելու, չի հնանալու, ոչինչ չի փոխելու, քան դեռ մենք վստահում ենք իրան, հավատում ենք իրան, ոչ թե մեր արդարությանն ենք հավատում, մեր կարգավիճակին, այլ իրան, այդ ուխտը միշտ կենթանի է, ու ինքը կենթանի բարեխոս է մեր համար, հոր առաջ, ու մենք լինելու ենք, կանք, կլինենք, մինչև մի օր ինքը կհայտնվի, ոչ թե կգա, ինքը մեր մեջ է, ինքը կհայտնվի։